Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ու նրանց գլխավորած պատվիրակությունների փոխայցերը Հայաստանի վարչապետը համարում է պատմական նշանակության իրադարձություններ, որոնք նշանավորում են երկու երկրի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման, ամրապնդման մի նոր և կարևոր շրջափուլ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը այդ աշխատանքները նաև արդյունավետ գնահատեց։ Ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետերին այդ աշխատանքը իրականացնելու եւ արդյունավետ իրականացնելու առիթով։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական 13-րդ հանդիպումը կայացել է Աղվերանում, նախորդը Գաբալայում էր։ Կողմերը համաձայնեցրել ու փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծեր, որոնք վերաբերում են փորձագիտական խմբերի աշխատանքին, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգին, նաև սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրապարակման կարգին։ Վարչապետ Փաշինյանը մանրամասնում է ընդունված փաստաթղթերը շրջանակային նշանակություն ունեն և սահմանում են այն կանոնները, որոնցով պետք է իրականացվեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Թե այդ նախագծերն ինչ ժամկետում կընդունվեն ու արդեն ըստ այդմ հնարավոր կլինի աշխատել, վարչապետն ասաց, դրանք պետք է ներպետական ընթացակարգեր անցնեն։ Այդ ամեն ինչը կարվի առանց շտապողականության, բայց նաև առանց արգելակման։ Բնականon ընթացքով ոնց որ արտում է կարվի։ Սահմանազատում սահմանագծումը հյուսիսից հարավ անելու պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ, բայց թրիփ նախագծի իրականացման հետ կապված հնարավոր է հարավի տվյալ հատվածին, որտեղով պետք է երկաթուղի անցնի, առաջնահերթություն տրվի։ Վարչապետը շեշտում է, պետք է հստակ լինի, որտեղով է անցնում երկու երկրի սահմանի գիծը, որն է Հայաստանի պատասխանատվության գոտին եւ որը Ադրբեջանի։ Որովհետեւ ենթակառուցվածք պետք է կառուցվի, չէ՞։ Ասենք ենթադրենք Հայաստանի մաքսատունը կառուցվի կամ հակառակը, դա ոնց կլինի, պետք է հստակ գծվի, դա տեխնիկական խնդիր է, դա ընդհանուր սահմանազատման process-ը չի պայմանավորում, դա պայմանավորում է նախագծի իրականացումը։ Աղվերանում նաև երկու երկրների գործարարների խմբեր են հանդիպել։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանից նույնպես որոշակի ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Գործարարներն ըստ նրա իրենց հետաքրքրող ապրանքների ցուցակներ են փոխանակել։ Թե հատկապես ինչի մասին է խոսքը, վարչապետը մանրամասնել նպատակահարմար չի համարում, քանի որ դա վերջնական չէ եւ կարող է փոփոխվել։ Նոյեմբերից մինչև հիմա շուրջ 26000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով, տրանզիտով նաև եկել Հայաստանի Հանրապետություն։ Եվ հիմա գործնականում արգելք եւ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն, բայց ելի եմ ասում, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ եւ որևէ մեկի համար հեշտ չի ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել եւ ես համոզված եմ, որ առաջիկայում նաև այդպիսի Հայաստանից արտահանումներ կլինեն։ Ինչու էր Շահին Մուստաֆայևի այցի մասին տեղեկությունը գաղտնի պահվել ու ինչու այդ մասին նախ իմացել ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Փաշինյանը գաղտնի լինելու մասին գնահատականը տեղին չի համարում։ Նրա խոսքով, եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահպանվում են, ապա հայտնի նկատառումներով, այդ թվում անվտանգության։ Ընդ որում, երբ Հայաստանի փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահպանվել են այնտեղ։ Ինչ վերաբերում է տեղեկատվական արտահոսքերին, դրանք երբեք հնարավոր չէ բացառել։ Անդրադառնալով հարցին, թե Մուստաֆայևը Հայաստան էր եկել նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցելու, վարչապետ Փաշինյանը շեշտեց. Ադրբեջանի հետ նման հարց երբեք չեն քննարկել եւ չեն քննարկում։ Ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում են։ Երկրի ղեկավարն ուշադրություն հրավիրեց, որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում պահում են նույն ուժերը։ Սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում իրանց համար, երկրորդ հարցն են էսկալացնում, այսինքն դա էժան ներքաղաքական շահարկում է եւ ոչ ավելի։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց իրանք չեն հասկանում ինչի համար են խոսում եւ ինչ նպատակադրմամբ։ Օրինակ
կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Իրեն հանձնարարում են, ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսում։ Ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում է։ Ղարաբաղում եկեղեցիների պատմամշակութային արժեքների ոչնչացման դեմ բողոքի ձայն չբարձրացնելու մասին հարցին Հայաստանի ղեկավարը պատասխանեց Արցվաշենի օրինակով, նախ հիշեցնելով, որ այն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Առաջարկեց դիտարկել մոդելը, որ եթե սահմանազատման արդյունքում Հայաստանի վերահսկողության տակ անցած Արցվաշենում տեսնենք կառուցվել են մզկիթ կամ մզկիթներ, իսկ վերադարձած բնակիչներն էլ փաստաթղթեր ներկայացնեն տվյալ հողի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը հաստատելու մասին, որն է լինելու մեր արձագանքը։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաև այդպիսի որոշում։ Փաշինյանն ուշադրություն է հրավիրում, որ Ղարաբաղում քանդված եկեղեցին կառուցվել էր 2016 թվականին, օծվել 2019-ին, իսկ հուշարձանների պատմամշակութային լինելը գնահատվում է որոշակի չափանիշներով։ Նրա դիտարկմամբ հարցը հետևյալն է՝ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե ոչ։ Մենք պետք է որոշում կայացնենք, ինչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի, ինչ եք ասում, Հայաստանում խոսում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանում էլ է խոսվում։ Այսինքն չի ձեզ թվում, որ մենակ Հայաստանում լրագրողներ կան, հայրենասերընդ որոնք անդադ այդ հարցերը բարձրացնում են։ Վարչապետի խոսքով մեր արձագանքները պետք է հիմնվեն այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված եւ հրապարակված են։ Բոլոր կոնֆլիկտներն ըստ նրա հիմնված են հայրենասիրական հռետորաբանության վրա։ Քանի որ Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, գերիներին վերադարձնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքը որքանով կարող է արտացոլվել այդտեղ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներում, թե դա պատկերացնում են բացառապես երկկողմ ձևաչափով Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով են քննարկում, այո, այդ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում։ Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում եւ մեծ պոտենցիալ չունեն։ Այնտեղ որտեղ կտեսնենք արդյունավետության պոտենցիալ այլ ձևաչափով քննարկելու, չենք խուսափի նաև այդ ձևաչափով քննարկելու։ Գյումրի Կարս երկաթուղու վերագործարկման ժամկետներ կան, երկաթգծի վերականգնման եւ գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը օրեր առաջ էր հանդիպել Կարսում։ Փաշինյանը ժամկետներ չնշեց։ Որովհետեւ դրանք կախված են ամենատարբեր գործոններից, ներառյալ տեխնիկական իմիջիայլոց, որովհետեւ երբ որ աշխատում ենք, այդ թվում կամուրջների վիճակի հետ կապված հետազոտություններ են արվում եւ այլն, եւ հանգամանքներ են պարզվում, որը ավելի վաղ հնարավոր չէր պարզել, որովհետեւ պետք էր հենց տեղում օբյեկտի վրա կամ գետնի վրա հետազոտություն անել, ինչ որ տեղեկատվություն լրացուցիչ ունենալու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դիտարկմանը, թե քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ նաև շատ երեխաներ են լինում։ Դա ինչ է, եթե ոչ նրանց քարոզչության մեջ ներգրավել, ասաց լրագրողը։ Փաշինյանն արձագանքեց, եթե երեխաները ցանկանում են գալ իրեն տեսնելու, արգելել չի կարող։ Երեխեք բարև ձեզ, լավ եք։ Նկատեց, որ ինչքան էլ հաճախ է այցելում տարբեր տեղեր, դա շարքային իրադարձություն չէ ու մարդիկ ուզում են մասնակից դառնալ։ Այդուհանդերձ հայտարարեց, եթե լինի փաստ, որ երեխաներին իր հետ հանդիպման բերում են հարկադրանքով կամ անթույլատրելի որևէ այլ ձևով, արձագանքը չի ուշանա։ Առհասարակ վարչական ռեսուրսի կիրառումն ըստ նրա հետևանք կունենա։ Անկախ նրանից այդ ռեսուրսը կիրառելով պարտադրում են մարդկանց մասնակցել իր հետ հանդիպումներին, թե ընդհակառակը արգելում են մասնակցել։ Իմ մասնակցության որևէ միջոցառում Եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս առանց քննարկման, ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Եթե որևէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ։ Առավել եւս երեխաների հետ կապված Եթե այդպիսի բան պարզվի, բայց դուք կարծում եմ տեղում չեք լինում եւ լավ պատկերացում չունեք։ Ինչու իշխանության անդամներին էլ չեն գաղտնալսում։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների ու աջակիցների շրջանում տարածված խոսույթը մեջ բերելով հարցրեց լրագրողը։ Հակակոռուպցիոն կոմիտեն, ինչպես հայտնի է, ձայնագրությունը ձայնագրության հետևից է հրապարակում քաղաքական այս ուժի վերաբերյալ, որտեղ որոշ անդամների վերագրվում են քաղաքացիներին ընտրակաշարք առաջարկելու մեղադրանքներ։ Փաշինյանը հիշեցրեց այն պաշտոնյաների մասին, որոնց առնչվող քրեական վարույթներ կան, կամ որոնք կալանավորվել ու դատապարտվել են։ Դա տեղի է ունեցել նաև գաղտնալսումներից հետո։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։